Արամ Ասատրյանը, նրա որդիներն ու իրենց ամբողջ ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Արամ Ասատրյանի որդիներից Տիգրանի և Սեդրակի ընտանիքներն ապրում են ԱՄՆ-ում։ Սեդրակի մահից տարիներ անց նրա կինը Կարմենը իր կյանքը կապեց այլ տղամարդու հետ, նրա անունը Արտակ է։ Կարմենի և Սեդրակի որդին Արամ Ասատրյանը պատրաստվում է ամուսնանալ։ Մենք ներկայացրել ենք նրանց նշանադրությունից բացառիկ կադրեր, դե իսկ ապագայում սպասվում է Սեդրակի և նրա ընտրյալի Աննայի ամուսնությունը։ Այսօր Սեդրակի սիրելին ինստագրամյան հարթակում մի քանի հրապարակումով է հանդես եկել, այդպիսով ցույց տալով, թե ինչպես է իր հարսնաքրոջը խնդրել, որպեսզի լինի իր հարսանիքին իր կողքին։ Մի քանի կադրերը ներկայացնում ենք ձեզ, ինչպես նաև պատմում, թե ինչպես էր տեղի ունեցել զույգի նշանադրությունը։ Զույգը ամբողջ ընտանիքով և բարեկամներով Ամերիկայից ժամանել էր Հայաստան։ Հենց այստեղ մեծ շուքով նշել էին իրենց նշանադրությունը, որին ներկա էին նաև Արտաշ Ասատրյանն իր ողջ ընտանիքով։ Տիգրան Ասատրյանը, սակայն, չէր կարողացել ներկա գտնվել։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն զույգի քավորական ընտանիքը Տիգրան Ասատրյանի որդին, կրտսեր Արամ Ասատրյանն է։ Հավելենք նաև, որ Տիգրան Ասատրյանը տարիներ շարունակ իր ընտանիքով ապրում է ԱՄՆ-ում, դե իսկ Հայաստանում է Արտաշ Ասատրյանը, ով բավականին ակտիվ է։ Արտաշ Ասատրյանի դստեր Սյուզիի հարսանիքից հետո հետաքրքրությունը աղջկա հանդեպ բավականին մեծացավ։ Նրա ինստագրամյան հետևորդները միանգամից շատացան։ Հարսանեկան ողջ տեսանյութերը տարածվեցին համացանցում։ Արդեն անցել է 2 տարի, մինչ օրս դրանք ակտուալ են։ Հավելենք նաև, որ Սյուզիի հարսանիքից հետո համացանցում տարածվում էին հրապարակումներ այն մասին, թե ում հետ է ամուսնացել Սյուզին, ովքեր են նրա ընտանիքի անդամները։ Ավելի ուշ Սյուզին խոստովանեց, որ իր ամուսնու քույրը Լարան իր մտերիմ ընկերուհին է եղել և հենց նրա միջոցով է եղել իր և Մարտունի հարաբերությունների ստեղծումը։ Նրանք ծանոթացել են Լարայի միջոցառումներից մեկի ժամանակ։ Դե իսկ օրերս տեղի է ունենալու Սյուզի Ասատրյանի ամուսնու քրոջ Լարայի հարսանյաց հանդեսը։ Հոկտեմբերի 18-ին ընտանիքը մեծ շուքով նշելու է աղջկա հարսանիքը։ Դե իսկ օրերս աղջիկները նախահարսանեկան խնջույք են կազմակերպել։ Այստեղ է նաև Սյուզիի փոքրիկ քույրիկը։ Ներկայացնում ենք մի քանի կադրեր, ինչպես նաև խոստանում ենք հանդես գալ ապագայում հարսանեկան հրապարակումներով։ Ինչպես արդեն նշեցինք, անցել է 2 տարի Սյուզի Ասատրյանի և նրա սիրելիի Մարտունի հարսանիքից։ Այսօրվա հրապարակումները մինչ օրս ակտուալ են համարվում։ Սյուզի Ասատրյանը գեղեցկուհի հարսնացու էր։ Նա իր հարսանիքին կրել էր 2 զգեստ։ Ներկայացնում ենք Սյուզիի և Մարտունի հարսանիքից մի քանի կադրեր առանց մեկնաբանության։